բավական խելացի կրթություն ստացած արդեն փորձ ձեռք բերած։ Իսկ ես ավելի շատ ուսումնասիրում ավելի խորհրդային խնդիրներ։ Հետո սկսել է արդեն AI-ի դարա սկսել, չէ՞, մի քիչ էլ դրանցով զբաղվենք։ Ուսումնասիրել եք այդ ոլորտը։ Այդ ոլորտը ես միշտ էլ ուսումնասիրում եմ, եթե հարցեր ունեք կարող եմ պատասխանել, հենց որ եւ լավ գիտակցում եմ, պատկերացնում եմ զարգացման տեմպերն եմ պատկերացնում, բարև ձեզ տեմպերն եմ պատկերացնում, ֆինանսական ներդրումներն եմ պատկերացնում, Հայաստանի Հանրապետությունն եմ պատկերացնում ապագայում։ Եթե ուզում եք ես ձեզ ասեմ, ապագայում 3 կարևոր խնդիր կա պետությունների համար։ Առաջինը դա ռեսուրսներին ինչքան են մոտ, երկրորդը լոգիստիկա ունեն թե չունեն, իրանք կարևոր են թե չէ որպես երկիր, երրորդը ինչ աստիճան են թույլ տալու, որպեսզի տեխնոլոգիաներին ժամանակակից, այսօրեական տեխնոլոգիաներին մոտ լինեն կամ ունենան։ Հայաստանի Հանրապետությունը եթե երրորդից գանք, կլինի աշխարհի լավագույններից մեկը, առնվազն 5-10 պետությունների շարքում կլինի առաջի ես մի քանի տարին, հետո ապագայում նորից պետք է մենք խորացնենք դա, որտեղ ուրիշներն էլ են զարգանալու, մենք պետք է միշտ զարգանանք, միշտ խոշորացնենք, միշտ այդ ամեն ինչի մեջ լինենք։ Դրա պոտենցիալը ունենք, լավ գիտեք, որ դրանք սկսել են 90-ականների վերջից IT-ի մասով։ Երկրորդը Նիկոլ Փաշինյանի համառն լինելով ունենք արդեն լոգիստիկ բավականին պայմանագրեր, որոնք որ ապագայում սկսի աշխատել, Հայաստանը կկարևորվի եւ Հայաստանի Հանրապետության տարածքով հնարավոր է հարյուրավոր միլիարդների ապրանք տեղափոխվի։ Առաջինն էլ հումքայինով կարող եմ ասել տենց միջին մակարդակի հնարավորություններ ունեն։ Ուղղակի ես չգիտեմ այլընտրանքային էներգետիկան ինչ աստիճանի կզարգանա եւ ինչ աստիճանի նավթի եւ գազի գները ինչ աստիճանի կլինի, արդյոք նոր տեխնոլոգիաները ավելի արագ կփոխարինեն, թե չէ։ Եթե այդպես վերցնենք, մենք չունենք նավթ եւ գազ, բայց ունենք պղնձամոլիբդենային եւ մնացած այդ հանքահունքային պոտենցիալը, Հայաստանը ֆանտաստիկ լավ հնարավորություններ ունի ապագայում դիրքեր ունենալու եւ իր չափով, իր ժողովրդի քանակով։ Հետևում եք Նիկոլ Փաշինյանի եթերներին, հա, մասնավորապես կառավարության ծրագիրն է ներկայացնում եւ եկեղեցու հետ կապված այդ հայտարարությունը եւ ծրագրի այդ կետը, հա, ձեզ համար ընդունելի է։ Նայեք, խնդիրը ինչումն է։ Եկեղեցին չի կարող պետությունից անջատ լինել։ Սա միանշանակ ամբողջ աշխարհում, դա բացառված բան է։ Չի կարա մի պետության մեջ պետություն լինի։ Դա անհնար է։ Պետությունը իր սահմանադրությամբ դա այլ ինստիտուտ է։ Եկեղեցին այլ ինստիտուտ է։ Եկեղեցին պետք է իր քարոզով զբաղվի, իր հոտով զբաղվի, բայց ինքը պետք է իր գլուխը չմտցնի պետական գործերի մեջ։ Սա մեկ, երկրորդը։ Ինչ է նշանակում, որ եկեղեցին հարկեր չի վճարում, թող հարկերը վճարի, այդ վիճակագրությունը գրանցվի, դրանից հետո ինչքան պետք է թող պետական բյուջեից օգնեն, ոնց որ անում են մնացած ինստիտուտները։ Դա չի կարա մի երկրում շրջանառություն լինի եւ դա չգրանցվի։ Դա անհնար բան է։ Կոնկրետ դուք դեմ եք վեհապարին եւ դուք կիսում եք այդ օրակարգ, որ վեհապարը պետք է հեռանա, վեհապարին ես ճանաչում եմ 30 տարուց ավել, դեռ երբ որ վեհապար չէր, ես իրան չեմ վստահում, ինքս էլ չեմ վստահում ու իր այս գործողությունները ես շատ վատ եմ նայում իր գործողություններին, իր պահվածքին ու իր մտածելակերպին, ինչպիսին պետք է լինի այս պետությունը։ Եվ ոչ միայն իրա նմանները շատերը կան։ Դա մեր եկեղեցին է, եկեղեցուն ոչ մեկ չի գտնում։ Մենք խոսում ենք անձերի մասին։ Ու թող իրենց չափը ճանաչեն։ Չի կարող, բացառված է։ Սա պետություն է։ Պարոն Սուքիասյան, միջոցառումը մեկնարկեց Ամիրյան փողոցում, կարծես թե նույն ձևաչափով ինչ որ 2018-ին էր։ Եթե հաշվի առնենք նաև, որ այսօր վարչապետը նույն ոճով շնորհավորեց քաղաքացիներին դուխով, գլխարկով, ծանոթ երաժշտությամբ, սա ինչ նպատակով էր արվում, այդ էֆորիկ հիշողությունը արթնացնելու համար, թե այլ նպատակ ուներ։ Ես կարծում եմ, ինչ վատ է, որ վարչապետը Վատ չի, կարծիքն եմ հարցնում։ Չեմ կարող ասել, բայց ես կարծում եմ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը բավականին այդ կարգի էմոցիաներ ունի, որը որ այսօր այս ձևով ինձ ձևով որ կատարվում է։ Նենց որ եւ վարչապետն էլ այդ նույն էմոցիայի մաս է կազմում, որպես Հայաստանի Հանրապետության
քաղաքացի։ Պարզապես կարծիքներ են հնչում, որ ռեյտինգը նվազել է եւ հիմա փորձ է անում այդ էйֆորիան հեղափոխական ապրեք դուք շատ լավ բան ասեցիք, հիմա ուզում եմ դրա մասին խոսամ։ Ձեզ դուր է գալիս, երբ որ մարդն ասում է դիեզերք կհայտնվեմ 2 օրում։ Դիեզերք հայտնվելու համար միջոցներ ա պետք, տեխնիկական միջոցներ ա պետք, դիեզերք հայտնվելու համար դիեզերագնաց ա պետք։ Հիմա դուք Հայաստանի Հանրապետությունում քաղաքական, այսպես ասած, պայքարի ժամանակահատված է սկսել, որտեղ ազգային ժողով պետք է ձևավորվի, ով ինչ ասեք խոսում, հա։ Հիմա դուք էլ որպես լրագրող ես կարծում եմ, ես օրինակ կարծում եմ եվրոպական լրատվական գործակալություններին միշտ հարցական է լինում։ Արդյոք այսպես է, արդյոք այնպես է, արդյոք այսպես ասեց, արդյոք նա սա նկատի ուներ։ Բայց մեր հայ կներեք, էլի ես ամենայն հարգանքով մեր հայ լրագրողները այդ հարցականով չեն դիմում, արդեն ոնց որ փաստը կատարված են դիմում, որը անընդունելի է։ Վերցրեք ներողություն, ես վերջացնեմ, տվեք, հա։ Հա, դուք էլի ազգային ժողովի մեթոդով, հա, թողեք վերջացնել։ Հա, ինձ հասկացաք ինչ եմ ասում։ Հիմա ոնց կարելի է, այտենց ով ինչ ասեք խոսում է։ Ես էլ ձեզ ասում եմ, վերջի 2 ամսում Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը բարձրացել է, վարկանիշը բարձրացել է։ Ես շատ տվյալների եմ տիրապետում, վիճակագրության եմ տիրապետում, սոցիոլոգիական շատ հարցումներ կան, որոնք որ մի քանի տիպի հարցումներ կան եվրոպական, կան ամերիկյան, կան Հայաստանում տրանսֆորմացված հայկական գիտակցության հարցումներ, որոնք որ բավականին մեզ օգնում են, որպեսզի մենք հասկանանք։ Ինչի հաշվին է, նայեք ես ձեզ մի բան էլ ասեմ, ես այսօր եմ հայտարարելու ձեզ, ուսումնասիրել ենք մոտավորապես 600 նոր շենք 8 տարվա մեջ կառուցվել է նորակառույց շենք, որտեղ որ քաղաքացիները դրա մոտավորապես 75-ից 80%-ում բնակվում են։ Հիմա սա ինչ է, դուք դրանից առաջ ինչի չէր արվում այդ ամեն ինչը, թող արվեր։ Հիմա ես ասում 600 շենք մինիմում, դա ուղղակի մոտավոր հաշվարկ է, թող գնան պետական մարմինները կամ ինստիտուտները դա հաշվեն ինչքան է։ Միջև անգամ Ծաղկաձորում են արդեն արտասահմանցիները ձեռք բերում բնական։ Ինչի հաշվին է, որ Հայաստանի Հանրապետությունը դարձել է մարդկանց համար ընդունելի վայր, ընդունելի ապրելու տեղ։ Այդտեղ ժողովուրդն էլ մեծ դեր ունի, որտեղ մեր ժողովուրդը շատ բարեհամբույր է, ժողովուրդը շատ կամեցող է, օտարին։ Պարոն Սուքիասյան, դուք քաղաքային միջավայրում ծնվել, մեծացել, ձեր աշխատանքային գործունեությունը Երևան քաղաքում։ Լավ է, որ հիշում եք, հա։ Չէ, ես հիշում եմ ամեն ինչ։ Ձեզ օրինակ որպես քաղաքացի դուր է գալիս, երբ որ քաղաքի կենտրոնում, կենտրոնական հատվածում ամբողջ մի փողոցը խորովածանոց է դարձել։ Լավ բան արեցիք, լավ հարց եք տվել, պետքա ձեզ պատասխանեմ։ Ես անցյալ տարի եկել եմ Հայաստանի Հանրապետություն մարքեթինգային հնարքների ամենաբարձր աստիճանն եմ ուզեցել ներկայացնեմ, եթե ձեզ պետքա պատմեմ, ինչա ձեր հարցի պատասխանն էլ կլինի։ Ուրեմն ամբողջ աշխարհում ամեն ինչ արվում է, որպեսզի իրենց կառույցները կարողանան ֆինանսական բավարար պայմաններ ունենան։ Ուրեմն անցյալ տարի շատ հետաքրքիր վայրի մասին եմ ասելու, հիմա սկսելու եք դրա մասին։ Անցյալ տարի Մոնակոյում Grand Prix-ն էր, երբ որ այդ մեքենաները մրցումներ։ Հիմա վերջացել է Grand Prix-ն, արդեն պետք է այդ բաժանումը կատարեն, այդ պարգևները տան։ Ժամը 6-ն է վերջացել է, ասում եմ, բայց ինչի չեն մարդկանց կենտրոն թողում։ Բայց գիտեք ինչն էր պատճառը, ինչի չէին թողում կենտրոն մինչև ժամը 9-ը։ Ասում եմ, վերևի փողոցներում, խանութները ու ռեստորանները վատ է աշխատում։ Այստեղ 9-ից է լինելու, որ մի քիչ վերևներն էլ աշխատի։ Այդ աստիճանի իրանց երկրի հարկատուների մասին, գործունեություն ծավալողների մասին, սիթիզենների մասին մտածում են։ Հիմա սա բավականին կառույցներ հնարավոր շրջանառություն կունենան, տուրիստական հոսքեր էլ կա, ես ինչքան գիտեմ, քանի որ երկիչներ են տարբեր երկրներից գալու։ Ախր մի հատ մենք պրոբլեմ ունենք, էլ ես վերջերս հետ էլ ուզում եք մամուլով ասեմ վերջացնենք։ Ուրեմն ես ասում եմ, որ շատերի մեջ սովետական մտածելակերպ կա։ Այս վերջերս ես մի բան եմ նկատել, որ Հայաստանի շատ պաշտոնյաներ, երբ որ մեքենայից իշխում են, շունչը պահում են, նոր են այս կոճակը կոչվում։ Եվրոպացին մեքենայից իշխում է, շունչը չի պահում, կարող է շնորհքնել
արձակված լինի, բայց ինքը քայլելով գնում է։ Հիմա մենք ոնց անենք, այս ամեն ինչից դուրս գանք։ Այդ շունչը պայելով, կոճկելով չի, որ դու պետք է ազդեցություն ունենաս, դրանով չի, որ պետք է լավ աշխատանք կատարես, ազատ եղեք, այս երկիրը ազատ ստեղծվել է, որ քաղաքացիները վայելեն, մեկը մյուսին հարգեն, գեներացնեն, մտածեն, ոնց անեն ավելի շատ գեներացնեն, ոնց անեն ավելի շատ միջոցներ ստեղծեն, մի նոր բան ստեղծեն։ Պարոն Շքերասյան, թեմայից շեղվելով, ձեզ համար Հայաստանում քաղաքաբանտարկյալներ կան եւ կոնկրետ Սամվել Կարապետյանի մասով ինչ կասեք, քանի որ փաստաբանական թիվը այդ նշվում նշում են, որ ես նոր սովետից խոսեցի, չէ՞։ Հիմա ձեզ ուզում եմ մի բան ասեմ։ Արտասահմանում բոլորը գիտեն փաստաբան ինչ է նշանակում։ Հիմա օրինակ այն օրը ես տեսել եմ այդ մի հատ դրսից փաստաբան կա, որ ես փողոցում տենամ, կասեմ, ես երկիրը քո համար բան չի։ Քո մենք քո համար ինչ ենք, պինգվիններ ենք եկել արդեն քաղաքական հայտարարություններ անում։ Նայեք, փաստաբան ինչ է նշանակում։ Փաստաբանների ձեռը միլիոնավոր մարդիկ սննկացել են։ Փաստաբանը իշքան ուզում է էմոցիոնալացնում է խնդիրը, ավելի բարդացնում է, քաղաքականացնում է, որպեսզի ավելի շատ գումար վճարեն իր փաստաբանական ծառայությունների համար։ Հիմա մենք սովետի ժողովուրդ լինելով չենք հասկացել, որ կապիտալիստական աշխարհը արդեն մի քանի 100 տարի այդ փաստաբանների ձեռը կրակն է ընկած։ Մենք գոնե մի քիչ հիմիկվանից իրանց փորձից ելնելով հասկանանք փաստաբանները ինչ են ուզում, իրեն միջազգայինները, որոնք որ ինչ են անում, սկանդալային մի քանի դատավարություն են վարում, դառնում են հայտնի, գինը 10 անգամ բարձրացնում են, մտածում են գալու են ինչ անեն, մեր Հայաստանի Հանրապետության օրենքը ինչ են անելու, կուլ են տալու այդ օրենքը, ինչ են անելու, բիտոնով փագելու են, օրենք կա, փաստաբան չէ, ուզում ես տիեզերքից արի, դու ոչ մի բան չես կարող անել։ Հենց իրենք են քաղաքականացնում, որ դրանով ճնշում գործադրեն, ոչ էլ կարան ճնշում գործադրեն, ոչ էլ կարող են քաղաքականացնել, ամեն մեկը իր Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, թե չէ։ Ոչ, Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ չի, ես վստահ ասում եմ, ես հիշում եմ ինձ 2007 թվականին, ինչ գործողություններ էին անում, երբ որ իրանք էին իշխանության, ամենավերջի այլանդակությունները, խլելը, գիտեք ոնց էին խլում, կացինով էին խլում, հերիք եղավ բավական այդ քաղբանտարկյալ 2007 թվականի այդ հարյուրավոր տղաներն էին ու մենք էին քաղբանտարկյալ։ Օրինակ, եթե դուք այսօր հայտարարեք, որ ձեր ձևով լսեք, այդ ձևով չկա, ես լավ գիտեմ այդ ժամանակ ինչեր են արել, լսեք ինձ ուշադիր։ Ես 2007-ին ներողություն, 2000 ուղղակի չեմ ուզում խոսամ, անհարմար եմ ուզում, քանի որ մեր հետ է կապված։ Լսեք, մարդու անունով ապրանք ա եղել, ասա գնացեք դատարանով մի ժամ հետո եկալեք տվեք այն մյուսին։ Ինչ կար մարդկան ձեռից խլում տալիս էին ուրիշի։ Մի հատ դատախազ ունեին, մի վարկյան հետո ասում էր մի հատ շուտ արեք, մտեք այդտեղ սաղ վերցրեք։ Բավական է, հիմա բերեք ինչ եք ինչի հետ անեմ ատում։ Դե լավ լի վերջ տվեք, ես մի հատ էլ բան ասեմ ձեզի։ Տասնյակ հարյուրավոր միլիոնների վնաս են տվել։ Ես հաշվի առնելով, որ Հայաստանը նորմալ ճիշտ ճանապարհով է գնում, այդ թեմաները ես չեմ բարձրացնում, լսում եք, բայց եթե ես հիմա սկսեմ հերթով ասել, մենակ 72 հատ դատական բաներ ենք ունեցել մենք այն ժամանակ 2007-2008-ին, բայց բոլորն էլ արհեստական ստեղծած։ Հիմա ինչն են ուզում։ Նույն ժամանակ իրանք չէին կարող ասեն, այս մարդիկ նորմալ բիզնես ընտանիք են։ Այդ ինչ է դրանց վարկագիծը։ Վերջ տվեք։ Հիմա էլ չկա այս պետության մեջ, լսեք, ես էլ վերջի 30 տարին, 40 տարին տանջվելով, ստեղի արևի տակ, անձրևի տակ, դժվարություններով, միշտ միջոցները չբավականացնելով, տարբեր գործողությունների արդյունքում մենք այս երկրում ամեն ինչ արել ենք։ Թող ամեն մեկը վերընկնի իր տեղը, հերիք եղավ։ Այստեղ կարող է մենք էլ բան ենք ինչ որ սրա նրա ինչ որ բանն ենք, չգիտեմ, ստրուկն ենք, ինչ ենք, չի լինելու։ Լինելու այն ինչ որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է ուզում։ Ասեք։ Որ դուք մարդկանց ապրուստից կտրում եք, օրինակ Ռասիա տոնավաճառի քաղաքացիների ամիսներ առաջ էլ տեղի ունեցած, ասում են դուք խլում եք, որ այդտեղ 3 բրենդ։ Դուք որտեղ եք ծնվել։ Ես Շիրակի մարզի Նորքյան գյուղում։ Հետաքրքիր է, ֆրանսերեն խոսացեք ինձ հետ։ Ինչի։ Բա ինչ եք ասում, ասում խլում եք։
Լսեք, օրինակ դուք իրավունք ունեք հիմա լրագրող աշխատեք։ Մարդը, որը որ մարդուն ասել են եկեք ավելի պայմանները լավացնենք, որտեղ այսօր ժամանակակից առևտրի կենտրոնները ուրիշ տրամաբանության տակ են աշխատում։ Մարդուն ասել են եկեք X ժամանակ դուք մի աշխատեք, հետո ձեզ կտեղափոխենք, դուք ասում եք խլել են։ Հիմա օրինակ, լսեք, ես ասում եմ ձեզ տասնյակ միլիոնա, այտենց հիմա բանի Ջոն Քոլոբոնի տեսակետը ինչի չեք հայտնում։ Աշխատող մարդիկ ասում են 3 բրենդը ներկայացված լինելու, իրենք չեն կարող մրցակցել։ Չէ, 3-ով չի, ասվածա տարբեր տեղեր առաջարկել են, ոնց որ միջազգային նորմն է, իրանց ասում են, եթե այս ինչ վայրը չի, այլ վայրերում ձեզ նույնատիպ, որտեղ որ շրջանառություն կա նույն տիպի ապրանքների, ձեզ առաջարկ են գալի։ Ես հետո եկել եմ, ես Հայաստանում չեմ եղել, հետո ճշտել եմ տնօրեններից։ Իհարկե մեր ընտանիքի կողմից ասվել է, որ պետքա ոչ մի մարդ չնեղանա, մարդկանց նեղություն պետքա չտալ։ Մանր բիզնեսի ներկայացուցիչները օրինակ ասում են ամեն ինչ գնում է դեպի խոշորացում։ Կենտրոնացնում են մի տեղ, մի քանի մարդ են այսպես շահույթ ստանում, իսկ իրենք Չէ, նայեք ոնց է, հաշվի առնելով, չէ, ես ինչքան գիտեմ, Հայաստանում դուք ինքներդ լավ գիտեք, որ շատ երկրներից գալիս են, բոլորը բրենդեր են ման գալիս։ Իհարկե ցանկալի կլինի, որ հայկական բրենդները բավականին զարգանան, բայց դեռ մեր հասարակության գիտակցության մեջ հայկական բրենդերի զարգացման ինստիտուցիոնալ գործիքներին չեն տիրապետում, որ այնպես անեն, որ հայկական բրենդները զարգանան, ու ես ձեզ վստահեցնում եմ, որ հայկական շատ ապրանքներ ավելի բարձր որակ ունեն ու ավելի ճաշակով են, քան շատ բրենդեր։ Բայց քանի որ բրենդերը կարողանում են ճիշտ ձևով ներկայանալ, այլ երկրներում էլ կան, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնում են այլ երկրներ, այդ բրենդները տարբեր քաղաքի տարբեր հատվածներում արտասահմանում տեսնում են, գալիս են իրանց մոտ տպավորվում է, բայց հայկական բրենդները ես շատ լավ այդ գործից տիրապետում եմ, հասկանում եմ, ամեն ինչից լավ տեղյակ եմ, ուղղակի հայկականը շատերը մերժում են։ Պարոն Շքրասյան, մի հարց էլ էլի, խաղաղության օրակարգից համատեքստում Արցախում կատարվող է, այս պահին ասում են, որ Արցախյան հայկական հետքը, հա, եկեղեցիներ են ոչնչացնում։ Սա մասով ձեր կարծիքն է։ Շատ վատ կարծիք ունեմ, որովհետև մշակութային պատկանելությունը պետք չի, այդ մշակութային ցանկացած կոթողի հետ պետք չի այդ ձևով վարվել, բայց հետ էլ պետք է մի հատ ճշտենք ինչ աստիճանի է, էլի, այդ ամեն ինչի մասին խոսում են։ Հա, եթե մայր տաճարին են վնասվել, ես կարծում եմ դա արդեն իր գնահատականն ունի, որովհետև չի կարելի մշակութային ցանկացած քարի կտոր ամբողջ աշխարհում պաշտպանվում է եւ միջև անգամ դրա համար ինստիտուտներ ա ստեղծված, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է, մյուսն է։ Ես կարծում եմ պետք է միջազգային հեղինակավոր կազմակերպությունները պայքարեն, որպեսզի նման գործողություններ չլինի։ Հայաստանը չպետք է այդ գործում քայլեր ձեռնարկել։ Նայեք, իհարկե պետք է գործում Չէ, գործում քայլերը սա է։ Հայաստանի Հանրապետությունը իշխանել ինչ անի, դա մի ուրիշ երկրի իրավունքների շրջանակում է, դրա համար պետք է միջազգայինով մենք միջազգային են կառույցները, որոնք որ պաշտպանում են նման կոթողները եւ դրա համար են ստեղծված եւ ավելի ինստիտուցիոնալ են, ավելի պրոֆեսիոնալ են։